կմնամ մի քանի հարցերի, առաջինն է սահմանազատում, սահմանագծում, այս թրեքում պետք է նշել, որ ուժի մեջ են բոլոր այն պայմանավորվածությունները, որ եղել են նախկինում, երևի նորություններից մեկը, ցավոք Իրանի շուրջ զարգացումների պատճառով հետաձգվեց այն հանդիպումը, որ նախատեսված էր շատ ավելի վաղ, բայց մոտ ապագայում հավանաբար պետք է սպասենք երկու երկրների սահմանազատման այդ հանձնաժողովների հանդիպումը արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում, քանի որ նախկինը Գաբալայում էր կոմունիկացիաների հարցում, մենք բարձրացրեցինք մի քանի հարցեր, դրանցից առաջինը Նախիջևանի այն առաջարկն էր առաջին օրերին պատերազմի, որ հայկական կողմը առաջարկել էր տրանզիտ Հայաստանի տարածքով, հումանիտար տրանզիտ դեպի Նախիջևան, ադրբեջանական կողմը նշեց, որ իրենք այս փուլում այդ խնդիրը չունեն, խնդիրը լուծվել է հիմնականում ինքնաթիռային փոխադրումներով, բեռնափոխադրումների հարցում նույնպես խնդիրի չկա, իրենք շնորհակալություն հայտնեցին նաև այդ առաջարկի համար։ Երկրորդը, եթե խոսում ենք թրիպի մասին, թրիպը մնում է առանցքային թեմաներից մեկը հայ-ադրբեջանական կարգավորման շրջանում, ադրբեջանական կողմի համար այս հարցը շատ կարևոր է։ Դուք գիտեք, որ մենք ունենք մտավախություններ կապված Իրանի պատերազմի հնարավոր ազդեցության այս կոմունիկացիաների վրա եւ նաեւ փորձում ենք հասկանալ ինչպես է կարելի, ինչ լուծումներ են հնարավոր, եթե այս զարգացումները երկար լինեն, այսինքն Իրանում պատերազմը շարունակվի կամ ապագայում նաեւ թրիպը դիտարկվի որպես այնպիսի ենթակառուցված, որը կարող է խոցվի հակամարտության շրջանում մեզ այս հարցում ուրեմն ես իմ տպավորություններն եմ ասում, ադրբեջանական կողմը ունի նույնպես մտավախություններ կապված այս հարցի շուրջ, բայց նաև դիտարկում է, որ գուցե հայկական կողմը, քանի որ ի սկզբանե այսքան էլ պատրաստական չէր կամ ցանկություն չուներ զարգացնել այս թրեքները, ինքը փորձում է օգտագործել Իրանի պատերազմը որպես պատրվակ ինչ-որ այլ առաջարկներ անելու, ադրբեջանական կողմի համար Նախիջևանի հետ կապը մնում է առանցքային թեմա, եւ ես կարծում եմ, որ նաև հայկական կողմի աշխատանքներից է կախված, որ մենք հնարավորություն ունենանք զարգացնել ապաշրջափակման գործընթացը, ցավոք սրտի ինքը կախված է եւ կախված է նաեւ հայկական կողմի աշխատանքներ չկատարելու պատճառով։ Նայեք, մենք Ադրբեջան այցի ժամանակ ինչն է շատ կարևոր, որովհետեւ մենք նաեւ հասկացանք այդ երկրի տրանսպորտային կոմունիկացիաների տրամաբանությունը եւ տեխնիկական լուծումները, այնտեղ ուղիղ մի քանի գծերով, այսինքն 4 գծերով Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհը 4 գիծ ունեցող ուղիղ ճանապարհ է, մայրուղի է, եւ ես մի օրինակ վերեմ, որ դուք հասկանաք տարբերությունը եւ ինչու ադրբեջանական կողմը բավականին տարօրինակ ձևով նաեւ մեր առաջարկներին եւ որ ասենք տրանզիտի տարբեր առաջարկներ են կանում, մենք Գաբալայից հասել ենք Հայաստանի Հանրապետության սահման Ղեղեղի շրջանում, որը մոտ 300 կիլոմետր է, շատ ավելի կարճ ժամանակահատվածում, դա հիմնականում Վրաստան-Ադրբեջան միջպետական ճանապարհի հատվածներ, քան 170 կիլոմետր Հայաստանի տարածքով, որ ոսկեպար Երևան հատվածում, այսինքն սա նաև ցուցիչ է, ինչ որակի են մեր կոմունիկացիաները, մենք խոսում ենք երկու միջպետական կարգավիճակ, մայրուղու կարգավիճակ ունեցող ճանապարհների մասին, բայց 300 կիլոմետրը մենք ավելի արագ ենք հատել, քան 170 կիլոմետրը, ու դուք հասկանում եք, որ սա միջազգային տրանզիտի պայմաններում նույնպես խնդիրներից մեկն է։ Նաև կարևոր է շատ այն նշումը, որ ադրբեջանական կողմից մենք լսեցինք, տարածաշրջանային ապաշրջափակումը եւ թրիպը իրանք դիտարկում են ոչ միայն Ադրբեջան կապի համատեքստում, այլ Հայաստան կապի եւ Հայաստան-Իրան, օրինակ, դուք գիտեք Ջուլֆայի այդ երկաթուղային կապի կարևորությունը Հայաստանի համար, ուրեմն երևի նաև անձնական տպավորություններից կիսում եմ, որովհետև շատ կարևոր էր ինձ համար եւ որ ես այս սահմանի եզերքով գնացել եմ երևի մի 40-50 անգամ իմ կյանքում եւ միշտ դիտել եմ Ադրբեջանի տարածքը հայկական կողմից, այս անգամ հնարավորություն էր դիտել ադրբեջանական կողմից ու մի քանի հետաքրքիր դրվագներ, բացի այն, որ տարբեր են ճանապարհների որակը, տարբեր են, օրինակ, մենք տեսնում ենք նաև կենսամակարդակի տարբերությունը գյուղերում, գյուղատնտեսական, ասենք, գյուղատնտեսական կարողությունների, դաշտերի, ուղղակի մշակվածության, հա, նաև արդիականացվածության աստիճանը նույնպես անհամեմատելի է Հայաստանի հետ։ Անձնական տպավորություններից մեկը այն էր նաև, որ ադրբեջանական այն գյուղերը, որ հարևան են Հայաստանին,
իմ տպավորությամբ շատ ավելի են տուժել նաև եւ շատ ավելի sense բան սահմանային եւ նույնիսկ ֆրոնտի, հա, առաջնագծային տեսք ունեն, որովհետեւ ճանապարհների շուրջ այդ հողային պատնեշներն էին, ցանկացած սահմանային գյուղ, որ մեր մտնում ենք, առաջին տպավորություններից մեկը այն էր, որ այնտեղ նաև իրենց կողմից զոհվածների նկարներն էին եւ այդ հուշատախտակներն էին, որ նույնպես տպավորիչ էին քանակով նաև, որ խոսքը փոքր գյուղերի մասին է։ Եվ ես կարծում եմ իհարկե այս ամենը նաև ցույց է տալիս նաև մի կարևոր տարբերություն Վրաստան-Ադրբեջան այդ ճանապարհը, որ ես նշեցի, արտակարգ իրավիճակում էր, բայց մենք թեքում ենք այն ճանապարհը, որ ապագայում ապաբլոկադայի դեպքում բերելու է Հայաստան, մենք միանշանակ տեսանք, որ ինքը շատ ավելի վատ որակի է եւ սա շատ կարևոր ցուցիչ է Հայաստանի համար, հա, հասկանալու։ Ինչու են մեր ճանապարհները, եւ որ ասում եմ, այս խնդիրները մենք ունենք, որովհետև մենք սովորել ենք փակ սահմաններին, մենք տրանզիտային երկիր չենք դարձել, ու երբ որ տրանզիտային երկիր չես, դու չես մտածում այդ ճանապարհների որակի մասին, որ դու ունենաս մրցունակություն այս դաշտում, եւ սա շատ կարեւոր է, որ մենք նաեւ ադապտացվել ենք, հա, այս հոգեբանության հետ, եւ ես վստահ եմ դուք եթե գնացել եք Թբիլիսիից Բաթումի եւ տեսել եք նոր այն մայրուղին, որ իրենք կառուցում են, նոր այն մայրուղին, որ կան, այն մայրուղիները, որ կան Ադրբեջանում, նաև այն գնացքը, որով մենք գնացինք Գյանջայից Կաբալա, հավուր շվեյցարական գնացք է 100 կիլոմետր ժամ արագությամբ գնում էր, հա, եւ մի քանի ժամ մենք հասանք ընդամենը Կաբալա, այսինքն սա ցուցիչ են, որ դու եթե փակ երկիր ես, դու չես կարող ունենալ լավ կոմունիկացիաներ, լավ տեխնիկական լուծումներ եւ դու մրցունակ չես լինելու։ Ես ինձ համար այս միտքը եւս մեկ անգամ ուղղակի սենց աչքի առաջ ապացույցներով դրսևորվեց եւ ես կարծում եմ սա կարեւոր է։ Շնորհակալություն։